Նորից ողջունում եմ ձեզ ժողովուրդ ջան, ուզում եմ տեղյակ պահեմ, ուրեմն Միքայել Մարգարյանին բերման ենթարկեցին իր տնից, առանձնատնից, անչափահաս երեխու ներկայությամբ, թոշակառու մոր ներկայությամբ, ու կապ չունի ինչ շումն է, բայց բերման ենթարկեցին, կալանքի որոշումով եկել էին մի ամբողջ գվարդիա, ասեմ, տարբեր մասկի շոու եւ այլ եւ այլ։ Մարդուն բերել են քաղաքային քննչական կոմիտե, որը գտնվում է Զեյթուն Պարուսևակ փողոցի վրա, որտեղ որոշման մեջը տենց է գրած, որտեղ որ պետքա բերեն, մենք արդեն եկել ենք կես ժամից ավել այստեղ կանգնած ենք, ես ու փաստաբանը, ու փաստաբանի պահանջը, որ թողեք ներս մտնեն, չեն թողում, ասում են մի հատ ճշտենք, տենենք, արդեն ահագին վախտաստեղ ենք, ոչ մեկ ոչ էլ նոմա պատասխան տա, ոչ մեկ ոչ էլ նոմա մի բան ասի, անասես դու ավելացնես Սարջան։ Հա, ես փաստաբան Հարություն Բաղդասարյանն եմ, եկել եմ Միքայել Մարգարյանի շահերի պաշտպանության համար, քննչական վարչությունում դռները փակել են, մի 3 անգամ փորձել ենք իրանց հետ բանակցություններ վարել, որ ներս թողնեն, ամեն անգամ խոստանում են, որ կթողնեն ու չեն թողնում։ Ես չգիտեմ հիմա իմ պաշտպանյալ Միքայել Մարգարյանի հետ ինչա տեղի ունենում, այս առումով դիմում եմ քաղաքի դատախազին ու դիմում եմ քննչականի պետին։ Ձեր միջոցները ձեռք արեք, որպեսզի հնարավորություն տաք տեսակցելու իմ պաշտպանյալի հետ։ Մնացած բոլոր գործողությունների համար պատասխանատվությունը գնում է ձեր վրա։ Շնորհակալություն։ Այսքան բան ժողովուրդ ջան, ավելացնելու բան չունենք, սպասենք, տեսնանք երբ կբարեհաճեն դուռը բացեն, հասկանանք տնանք ինչ է կատարվում մեր ընկերոջ հետ։ Ու սաղդ էլ հասկացաք, էսի ինչի հետևանքն է եւ ում հրահանգով են արդարություն եւ ճշմարտություն պահանջող մարդկանց, այսենց ամենագրուբի ձևով, ամենաբիր ձևով բերման ենթարկում, որ իրանց սև գործերը չլուսաբանվի, պահանջող չլնի, ես իմ անունից կարամ ասեմ հետևյալը, ավելացնեմ, ուրեմն Միքային այսօր ձերբակալիք, բայց այնպես չի, որ Միքային ձերբակալելով դուք այս պահանջը մնում է նույն կարգավիճակի մեջ, այս պահանջը մնում է որպես արդարության եւ ճշմարտության պահանջ, ոչ մեկս էլ այդ պահանջից հետ չենք անելու, այսօր Միքային տարակ, վաղը կարող է 40-ը ուրիշ Միքա միանա այս պահանջին, ու տենց էլ ելնելու է, ես համոզված եմ, որ վերջապես ժողովուրդը հասկանալու են, որ այս բեսպրիձելը, որը որ տեղի է ունենում արդեն Հայաստանի Հանրապետությունում, էսի ոչ մի բաների մեջ չի մտնում, սա արդեն կոնկրետ բեսպրիձել է, եթե քեզի քրվում են դու պատասխանում ես, դու դառնում ես հանցագործ, այսինքն նենց է, որ ինչ ասեմ, պետք է ասես սլուշյուս իպավինույս սոմոյ գասպածին, բնականաբար Հայաստանում կարծում եմ հլը թասիբով նամուսով տղեկը չեն պրծել, որ տենց չպատասխանեն ու այս թասիբով նամուսով տղեկն են պետք է կայնեն այսպես տղեկի կողքին, որոնք որ արդար ձևով պահանջ են ներկայացնում, բայց այս բախտին են արժանանում, գալիս են տնից, բիր ձևով, կոպիտ ձևով տանում են մարդուն, չեն էլ ասում ուր են տանում, փորձում ենք, ճշտում ենք, իմանում ենք որտեղ են բերել, այսինքն ճշտացել չի, կարող է նաև ստել չլինի, ոչ մեկ բան չունի, չունենք, տվյալ չունենք, ոչ մեկ մեզի տեղեկ չի պահել, թե ինքը որտեղ է, սպասում ենք պատասխանին, հույսով եմ կպատասխանեն, շնորհակալություն որ ժամին հետևում է մեզի ու նայում է այս իրավիճակին, մնաք բոլորդ բարով, բարի գիշեր եմ մաղթում, մինչև առավոտը բարի լույսով, բարի խաբարներ կունենանք հույսով, տեսյուն բոլորիդ բարի գիշեր։